այդ SMS-ների մեջ, այդ հաղորդագրությունների մեջ չի եղել այն դաշտը, որ քաղաքացին կարողանալ նաև պին-կոդը լրացնել։ Հետևաբար թող իրանց սողանցքները փակեն, թող իրանց տեխնիկական խնդիրները լուծեն, որովհետև իրանք էլ ունեն տեխնիկական խնդիր, որովհետև եթե իրանք պնդում են, որ քաղաքացին անձնական տվյալներ ա տվել, այո, ընդհուպ մինչև եթե քաղաքացին տվել ա լոգիններ ու պարոլներ, միևնույնն է պին-կոդ լրացնելու դաշտ չի եղել ու պին-կոդը իրենց պին-կոդը կոտրվել է կիբեր հանցագործի կողմից, այսինքն այն առարկությունը, որ ներկայացնում էր ID բանկի առաջ այն հրաշալի գեղեցկուհին, որին պատշաճ կերպով պատասխան տալու ժամանակ էլ չունեցանք, բայց ստացվում է, որ այո կա կիբեր հանցագործություն եւ այո բանկերը ոչ միայն պաշտպանված չեն, բայց բանկերը այս տիպի բանկերը ոչինչ չեն անում իրենց շահառուներին, իրենց հաճախորդներին պաշտպանելու համար եւ հաջորդ հարցը, որի մասին ես կուզեի խոսել, հետևյալն է, իրենք առարկում են այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար կենսական անհրաժեշտություն է տիրապետել ինչ-որ գիտելիքների, ունենալ հատուկ հմտություններ, հատուկ կարողություններ, ֆինանսական ինչ-որ մակարդակ պետք է ունենալ, ֆինանսական գրագիտություն պետք է ունենալ, ուրեմն ես ասեմ, որ մեզ անգրագետներիս էլի իրենք պարտավոր են պաշտպանել, նորից եմ կրկնում, քաղաքացին պարտավորություն չունի այդպիսի գիտելիքներ կամ այդպիսի հմտություններ ունենա, եթե ունի քաղաքացին նման պարտավորություններ, ուրեմն թող հաճախորդ դարձնելուց առաջ քաղաքացուց վերցնեն քննություն։ Եթե իրանք քաղաքացուց քննություն չեն վերցել, իրանք իրավունք չունեն պարտավորեցնել քաղաքացուն, որ տիրապետի այս եւ այն գիտելիքներին։ Իրանց պարտավորությունը հետեւյալն է, հա, քաղաքացուն պաշտպանել, որովհետև հենց բանկերի առաքելությունը հետևյալն է, քաղաքացիները իրանց գումարները չեն դրել բարձի տակ, քաղաքացիները իրանց գումարները դրել են բանկում, իրենց հաշիվներին, որտեղից եւ տեղի է ունեցել գողությունը։ Այսքան բան, այս եւ նմանատիպ հարցերի մասին պատրաստ ենք խոսել քաղաքացիների հետ, տեղեկացնել իրավիճակի մասին եւ ժամանակ առ ժամանակ մենք հայտնվելու ենք բանկերի առաջ, ոչ միայն իրազեկման ակցիաներով, ակցիաների բնույթը կսկսի փոխվել։ Ես նախորդ անգամ արդեն ասել եմ, որ սա դեղին լույսն է, սա դեռ կարմիրը չի, այնպես որ հարգելի բանկեր կամ ոչ այնքան հարգելի բանկեր, խելքներդ, գլուխներդ հավաքեք։ Իսկ այս զեղծարարությունները վերջին շրջանում են ակտիվացել կամ սկսվել, թե այստեղ տարբեր մարդիկ են, տարբեր տարիների թեկուզ, որ վնասներ են կրել։ Վերջին շրջան ասածը, ուրեմն մենք հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը բողոք դիմումներ գրավոր կերպով սկսել է ընդունել 2021 թվականից։ Բայց տարեց տարի այս հանցագործությունների թիվը սկսեց ավելանալ, սկսեցին մեր հասարակական կազմակերպություն դիմաց քաղաքացիների թիվը սկսեց մեծանալ, վերջին շրջանում մոտ 2 ամիս առաջ այլ լրատվականներից մենք տեղեկություններ էինք արդեն ստանում, որ 8000 քաղաքացիներ են տուժել, տարբեր աղբյուրներից մենք լսել ենք տարբեր թվեր, բայց ես կարող եմ խոսել միայն հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպություն դիմաց քաղաքացիների մասին եւ ես կարող եմ մատնանշել եւ այդ օրինակները բերել